Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը խիստ մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում իրավիճակի հնարավոր սրման կապակցությամբ, նշելով, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կարող է Հեզբոլլահի դեմ պայքարի քողի տակ նոր ցեղասպանություն նախաձեռնել։ Դարբացության ֆոնին արտասահմանյան լրատվամիջոցները հղում անելով իրենց աղբյուրներին տեղեկացնում են, որ Լիբանանի իշխանությունները նախապատրաստվում են պատվիրակություն ձևավորել Իսրայելի հետ բանակցությունների համար, թեև հանդիպման հստակ ժամկետներն ու վայրը դեռևս որոշված չեն, որպես բանակցային հարթակներ քննարկվում են Փարիզն ու Կիպրոսը։ Մինչ դիվանագիտական ջանքեր են գործադրվում հակամարտությունը կանգնեցնելու ուղղությամբ, իրավիճակը Լիբանանում մնում է ծայրահեղ ծանր։ Լիբանանի առողջապահության նախարարության վերջին տվյալներով իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 826-ի, որոնցից 91-ը երեխաներ են, իսկ վիրավորների թիվը անցնում է 2000-ը։ The situation in Iran is going very well. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը X-ի իր էջում անդրադարձել է Հորմուզի նեղուցի անվտանգության խնդրին, նշելով, որ այն երկրները, որոնք նավթ են ստանում այդ երթուղով, պետք է հոգ տանեն դրա պաշտպանության մասին, իսկ Միացյալ Նահանգները պատրաստ է ցուցաբերել լուրջ աջակցություն։ Թրամփի խոսքով նեղուցի անվտանգության ապահովումը միշտ պետք է լինի համատեղ ջանքերի արդյունք։ I think our armed forces have already answered. Միևնույն ժամանակ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ամերիկյան MS Now հեռուստաալիքին տված հարցազրույցում պարզաբանել է, որ Հորմուզի նեղուցը բաց է բոլորի համար եւ փակ է բացառապես ամերիկյան ու իսրայելական նավերի ու տանկերների համար։ Նա հավելել է, որ այլ երկրներ այդ երթուղուց խուսափում են սեփական անվտանգային մտահոգություններով պայմանավորված եւ դա կապ չունի Իրանի գործողությունների հետ։ Inscrivez-vous sur le fil Ariane. Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հերքել է տարածված տեղեկությունները, թե Փարիզը 10 ռազմական նավ է ուղարկում Հորմուզի նեղուց նավարկության անվտանգությունը ապահովելու նպատակով։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, ֆրանսիական գերատեսչությունը պարզաբանել է, որ Շարլ դը Գոլ ավիակիրը եւ դրա ավիակիր խումբը շարունակում են մնալ արևելյան միջերկրականում եւ իրականացնում են բացառապես պաշտպանական առաքելություն։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել էր, որ որոշ պետություններ մտադիր են ռազմական նավեր ուղարկել Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգությունը ապահովելու համար, հատկապես նրանք, որոնք տուժել են այդ ծովային տրանսպորտային զարկերակի փակումից, գրել էր Թրամփը։ At the Department of State, our number one priority is the safety. $10 միլիոն պարգևավճար ու ԱՄՆ-ում վերաբնակվելու հնարավորություն է խոստացել ԱՄՆ դեպարտամենտը նրանց, ովքեր տեղեկություններ կփոխանցեն Իրանի նոր հոգևոր առաջնորդի եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի 9 բարձրաստիճան պաշտոնյաների գտնվելու վայրի վերաբերյալ։ Թիրախային ցուցակում ընդգրկված են Իրանի նորընտիր առաջնորդ Մոջթաբա Խամենեինին, ինչպես նաեւ երկրի անվտանգության ու ուժային կառույցների առանցքային դեմքերը, այդ թվում ներքին գործերի ու հետախուզության նախարարները։ Վաշինգտոնի պնդմամբ նրանք ղեկավարում են ԻՀՊԿ-ի այն ստորաբաժանումները, որոնք զբաղվում են միջազգային ահաբեկչության կազմակերպմամբ։ Մոջթաբա Խամենեին արդեն հանդես է եկել հայտարարությամբ, խոստանալով շարունակել վրեժխնդրությունը ԱՄՆ-ից եւ Իսրայելից։ صحنه از جمله حضور دشمن شکن در مراسم روز قدس مورد توجه Միևնույն ժամանակ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը հայտնել է, որ Իրանի նոր առաջնորդը վիրավոր է եւ հավանաբար ֆիզիկական լուրջ վնասվածքներ ունի։ Պետդեպարտամենտը կոչ արել տեղեկություններ ունեցողներին կապ հաստատել հատուկ պաշտպանված կապուղիներով, երաշխավորելով նրանց անվտանգությունն ու հնարավոր տեղափոխումը Միացյալ Նահանգներ։ Personnel and resources necessary. Թեհրանում տեղի է ունեցել Իրանի Գերագույն պաշտպանության խորհրդի նախկին քարտուղար Ալի Շամխանիի հուղարկավորության արարողությունը, որին մասնակցել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում Իրանի փոխնախագահ Մուհամմադ Ռեզա Արեֆը։ Շամխանին սպանվել էր փետրվարին ԱՄՆ-ի եւ Իսրայելի իրականացրած օդային հարվածների հետևանքով։ Կադրերում երևում է, թե ինչպես են զինվորները ու հարազատները սգավորների բազմության միջով տանում Շամխանիի դագաղը։ Ալի Շամխանին Իրանի անվտանգության համակարգի առանցքային դեմքերից էր։ 1970-ականներին նա պայքարել է շահի վարչակարգի դեմ, եղել է հրամանատար Իրան-Իրաք պատերազմի ժամանակ, իսկ ավելի ուշ զբաղեցրել է բարձր պաշտոններ, այդ թվում ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի պաշտոնը։
Իրանի էներգետիկ եւ ռազմական ենթակառուցվածքներին հասցվող հարվածները կարող են առաջացնել տասնամյակներ տևող բնապահպանական աղետ, նախազգուշացրել է Bloomberg գործակալությունը։ Լրատվամիջոցի փոխանցմամբ թիրախավորված օբյեկտների հրդեհների հետևանքով արդեն մթնոլորտ են արտանետվել մեծ քանակությամբ թունավոր նյութեր, որոնք լուրջ սպառնալիքներ են ներկայացնում միլիոնավոր մարդկանց առողջության համար։ Մասնագետները նախազգուշացնում են, որ այս աղտոտիչները կուտակվում են էկոհամակարգերում, վնասելով գյուղատնտեսությունն ու սննդի անվտանգությունը։ Նավթային հրդեհների հետևանքով առաջացող կասկեղածի նյութերը կարող են երկար ժամանակ պահպանվել մթնոլորտում, վատթարացնելով խոշոր քաղաքների օդի որակը։ Չնայած պատերազմական իրավիճակներում մոնիթորինգի իրականացումը դժվար է, բնապահպաններն արդեն իսկ փաստում են, որ հարվածների հետևանքները համադրելի են խոշոր արդյունաբերական աղետների հետ եւ իրենց զգացնել կտան դեռ երկար տարիներ։ Մեր երկրի ավտոճանապարհները այս պահին հիմնականում անցանելի են, սակայն եղանակով պայմանավորված կան մի շարք փակ եւ դժվար անցանելի հատվածներ։ Ներքին գործերի նախարարության փոխանցմամբ Վարդենյանց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Արագածոտնի մարզում փակ են Ամբերտ կայանից դեպի Ամրոց եւ Քարի լիճ տանող ճանապարհները։ Օդերևութաբանների կանխատեսմամբ այսօր եւ վաղը տեղումները կշարունակվեն շրջանների մեծ մասում։ Լեռնային գոտիներում սպասվում է ձյուն եւ բուք, իսկ նախալեռնային ու հովտային շրջաններում ձնախառն անձրև։ Սերբիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի միջև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 1 ոսկի, 1 արծաթ ու 1 բրոնզ։ Արամայիս Հարությունյանը եզրափակչում հաղթել է հունգարացի Լասլո Դարաբոսին եւ դարձել ոսկե մեդալակիր։ Սամվել Տերտերյանը եզրափակչում պարտվել է ռուսաստանցի Դանիլ Գրիգորևին ու դարձել արծաթե մեդալակիր։ Իսկ Մանվել Խաչատրյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում ժամկետից շուտ 9-0 հաշվով հաղթել է թուրք Սեյրան Կեզգինին ու գրավել 3-րդ տեղը։